Բարև, եթերում կրկին մենք ենք։ Ձեզ պատմելու ենք հեռու երկրների, նոր ֆիլմերի, մուլտերի և խաղերի մասին։ Ճանաչելու ենք, հետաքրքրվելու ենք, լսելու ենք լավ երաժշտություն։ Եվ հավաքելու ենք այսօրվա մեր փազլը։ Գնացինք։ Շոտլանդիա, ժամանակ, երբ մարդիկ և անտառային հոգիները հաշտ էին միմյանց հետ։ Խիտ անտառներ ու դրանց մեջ հարմարավետ տեղավորված ամրոցներ։ Հա ինչ է ուզում ձեզ ասել, այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել մի մուլտֆիլմ շատ խիզախ աղջկա մասին, որը կոչվում է Սրտով խիզախը։ Սրտով խիզախը մուլտֆիլմը պատմում է շոտլանդացի արքայադստեր մասին, ով իր տարիքին և ընտանեկան ավանդույթներին հակառակվելով տղաների հետ միասին մասնակցում է նետաձիգների մրցույթին ու Я сама поборюсь за свою руку! հաղթում։ Բոլորը դեմ են փոքրիկ Մերիդայի մեծ արարքներին, սակայն արքայադուստրն արդեն ընտրել է իր կյանքի ճանապարհն ու պետք է ապացուցի, որ ինքնուրույն է։ Սրտով խիզախը մուլտֆիլմը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Pixar ընկերության կողմից։ Если выпал шанс изменить судьбу, подумай. Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել անցյալ տարի։ Նույն տարում էլ մուլտը դարձել է Օսկարակիր լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում եւ նույն անվանակարգում էլ արժանացել է ոսկե գլոբուս մրցանակին։ Այս մուլտֆիլմի նկարիչները նկարել են 350 խոտ թուփ տերև, որպեսզի ստանան Շոտլանդիայի բնապատկերը։ Սա Pixar ընկերության առաջին մուլտֆիլմն է, որտեղ գլխավոր կերպարը աղջիկ է, այսինքն ոչ թե հերոս է, այլ հերոսուհի։ Եկեք դիտենք թրեյլերը։ Клыки острые, как бритва. В шерсти увязли клинки павших воинов. На морде шрамы и лишь один глаз. Я выхватил меч и... И папиной ноги как не бывало! Ох, ну вот, это же мой любимый момент. Сыновья всех великих правителей должны показать, на что они годны. Мерида, стой! Даме нужны увлечения поизящней. Рад представить моего единственного сына. Он в одиночку пустил ко дну целую армаду. Он одной рукой держал штурвал. Я хочу свободы! А ты понимаешь, чего тебе будет стоить эта свобода? Будь осторожна в желаниях, говорила мне мама. А что страшного может случиться? Хватит драться! Ведите себя достойно! Полюбуйся! Если выпал шанс изменить судьбу, подумай. Ինչպես կասեր փիլիսոփաներից մեկը, խիզախությունը հաղթանակի սկիզբն է։ Hello. Привет. Ողջույն. Hi. Guten Tag. Cześć. Ni hao. Buongiorno. Konnichiwa. Եթե դուք մշտապես հետևում եք, թե որտեղ ինչ ռեկորդներ է սահմանվել, ուրեմն Կանադան հենց ձեր երկիրն է։ Քանի որ երկրի ամենամեծ քաղաքը Տորոնտոն հայտնի է մի քանի ռեկորդներով։ Թե ինչ ռեկորդների մասին եմ ես հիմա խոսում, իմանանք վայրկյաններ անց։ 3, 2, 1, գնացինք։ Կանադան գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Այն պատկանում է աշխարհի ամենախոշոր երկրների թվին։ Իր մեծությամբ երկրորդն է Ռուսաստանից հետո։ Մայրաքաղաքը Օտտավան է, որը կառուցված է նույնանուն գետի վրա։ Ինչպես տեսնում եք, շատ մաքուր ու հանգիստ քաղաք է։ Ամռանը մարդիկ նստում են ծառերի տակ, պիկնիկներ են կազմակերպում, հանգստանում եւ գրքեր են թերթում։ Օտտավա թարգմանաբար նշանակում է փոխանակում։ Կար ժամանակ, երբ քաղաքը խաչմերուկ էր հանդիսանում բոլոր առևտրականների համար։ Իսկ այսօր այստեղ կարելի է հանդիպել երկհարկանի կոկիկ կառույցների, քաղաքում վազվզող ու մարդկանցից չվախեցող սկյուռիկների, կանաչ անծայրածիր դաշտերի եւ աշխատանքի շտապող քաղաքացիների։ Ձմռանը սառույցով պատված ջրերի վրայով ձմեռային չմուշկներ հագած մարդիկ շտապում են աշխատավայր։
Տորոնտոն երկրի ամենամեծ քաղաքը լինելուց բացի հայտնի է իր մի քանի ռեկորդներով։ Օրինակ, աշխարհի ամենաերկար գլխավոր փողոցը, որը կոչվում է Young Street, գտնվում է Տորոնտոյում։ Փողոցի երկարությունը կազմում է 1896 կիլոմետր։ Աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը ևս այստեղ է։ Տորոնտոն համարվում է բազմազգ քաղաք։ Կողք կողքի ապրում են 90 ազգությունների ներկայացուցիչներ։ Հետևաբար տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու կրոնների ներկայացուցիչներ։ Տորոնտոն նաև մշակութային քաղաք է։ Այստեղ են տեղակայված բազմաթիվ թանգարաններ ու թատրոններ, համերգային դահլիճներ ու ցուցասրահներ։ Երեխաներ, գիտեք, որ բասկետբոլի եւ հոկեյի հայրենիքը Կանադան է, բայց կանադացիները նախապատվությունը տալիս են հոկեյին։ Տորոնտոյում անգամ գոյություն ունի հոկեյի թանգարան։ Այս մեծ կառույցը կանադացիների ամենասիրելի վայրերից մեկն է։ Այստեղ գալիս են ընտանիքներով, երկար ժամանակ անցկացնում հոկեյին նվիրված տարբեր սրահներում։ Դիտում սիրելի հոկեյիստների լուսանկարները, մարզահագուստը, երեխաներին ծանոթացնում այս սպորտաձևի պատմությանն ու ներկայացնում սիրված ու ճանաչված մարզիկներին։ Ասում են, հոկեյի կանադական թանգարանը լավագույնն է աշխարհում։ Տեսնում եք, ռեկորդակիր քաղաքը այս հարցում էլ է առաջինը։ Թանգարանի ցուցասրահներում ձեզ ցույց կտան հոկեյ խաղացող երկրների տարբեր ժամանակներում օգտագործված ու խաղի երկրպագուների համար մեծ արժեք ներկայացնող տափողակներ։ Կանադային հաճախ անվանում են թխկենու տերևի երկիր։ Անգամ Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկենու տերևը։ Բայց ինչու հենց թխկենու։ Հիմա կիմանաք։ Գեղեցիկ է ծածանվում երկրի պետական դրոշն ու ցուցադրում երկրի խորհրդանիշ դարձած թխկենու տերևը։ Այսպիսի տեսքով դրոշն առաջին անգամ հայտնվեց 1965 թվականին։ Դեռ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կանադացիները կռվում էին Բրիտանիայի դրոշի ներքո։ Իսկ 1964 թվականից սկսեցին մտածել սեփական դրոշն ունենալու մասին։ Պետք էր ստեղծել այնպիսի դրոշ, որը կլիներ յուրատիպ ու չկրկնվող։ Ինչպես տեսնում եք, այն իսկապես յուրատիպ է։ Եվրոպական ոչ մի երկրում չես գտնի նման թխկենու տեսակ, ինչպիսին սա է։ Վաղ գարնանը կամ ուշ աշնանը թխկենու տերևները կարմրում են։ Բայց միայն սրանով չէ, որ հայտնի է թխկենու այս տեսակը։ Կանադուհիները սրանից շատ համեղ օշարակ են պատրաստում, որը լցնում են պաղպաղակների եւ խմորեղենի վրա։ Թխկենուց նաև շաքարավազ են ստանում։ Բուտիկավոր կենդանիներ կան աշխարհում, օրինակ դալմատին շների տեսակները, կամ կատուներ, կովեր, իսկ բուտիկավոր լճի մասին լսած կաք, դա ևս Կանադայում է։ Սա սովորական լիճ է, իսկ հիմա տեսեք այս մեկը։ Իրականում սա նույն լիճն է, մեկ տարբերությամբ։ Ամեն տարի ամռանը Գլիլուկ կոչվող լիճը վերափոխվում է, այսպես ասած, կարծրանում։ Լճում մեծ քանակությամբ մագնեզիումի, կալցիումի եւ նատրիումի սուլֆատ է կուտակված, ինչպես նաեւ արծաթ ու տիտան։ Ամռան ամիսներին լճի ջուրը գոլոշիանում է, թողնելով միայն հանքային նյութերի կուտակումներ։ Իսկ հիմա կարևոր խորհուրդ Կանադա մեկնել ցանկացողներին։ Անպայման այցելեք Վանկուվերից ոչ հեռու գտնվող Ռանչո, որտեղ կարող եք ձուկ որսալ, շրջել ձիերով եւ տեղի խոհարարների պատրաստած ցլիկի միսահամ տեսել։ Չմոռանաք լուսանկարվել աշխարհի ամենաարտառոց շենքերից մեկի՝ Հաբիբատ 67 կոչվող շենքի դիմաց։ Եթե ցանկանում եք հոկեյ խաղալ կամ դահուկներ քշել, իհարկե պետք է Կանադա մեկնել ձմռանը։ Եթե ցանկանում եք ներկա գտնվել տարատեսակ փառատոններին, ապա մեկնեք ամռանը։ Իսկ եթե ցանկանում եք տեսնել թխկենու կարմրած տերևներն ու ականատեսը լինել, թե ինչպես են դրանցից օշարակ պատրաստում, ապա գարունն ու աշունը իդեալական են Կանադա մեկնելու համար։ Եվ վերջում, չմոռանաք վերցնել ֆոտոխցիկ։ Երկրի տեսարժան վայրերը լուսանկարելու ու տպավորություններով ընկերների հետ կիսվելու համար։ Անցնենք աշխարհով մեկ ու ճանաչենք աշխարհը։ Եթերում Muz News-ն է եւ ձեզ հետ է Էմման։ Հրավիրում եմ Ջասթին Բիբերի սիրահարներին էկրանների մոտ։ Այսօր կպատմեմ մի երգչի մասին, որին անվանում են նոր Ջասթին։ Նա ամերիկացի աշակերտ է, որը 14 տարեկանից երգում է հայտնի երգիչների երգեր եւ տեղադրում դրանք համացանցում։
Եթե չլիներ համացանցը, հավանաբար այսօր չէին իմանա ու չէին խոսի Օսթին Մահոնիի մասին։ 16-ամյա տղան, ով Ջասթին Բիբերի մեծ երկրպագուն է, սկսեց տեսագրվել երգելով Ջասթինի երգերն ու դրանք տեղադրելով YouTube-ի իր ալիքում։ Բոլորը ու մանավանդ դեռահաս աղջիկները նկատեցին տաղանդավոր Օսթինին։ Հենց դրանց սիրուններն էլ բերեցին նրան առաջին հռչակը՝ Օսթին Մահոն, ճանոթացեք։ Case Records ու Universal Republic ձայնագրման ընկերությունները գնահատելով Օսթինի ձայնային տվյալները պայմանագիր կնքեցին վերջինիս հետ։ Շատերն են Մահոնիին համեմատում Բիբերի հետ, բազմաթիվ նմանություններ գտնելով նրանց միջև, եւ դա պատահական չէ։ Տղաների ճակատագրերն իսկապես նման են։ Մահոնին էլ շատ լավ գիտի դրա մասին։ Նա իհարկե ված չի զգում, երբ իրեն համեմատում են Բիբերի հետ, բայց չի էլ ուրախանում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ երիտասարդ կատարողն ասել է. Ես դեմ չեմ, երբ ինձ համեմատում են Բիբերի հետ, բայց հուսով եմ, որ մարդիկ մի օր կտեսնեն ինձ այնպիսին, ինչպիսին կամ իրականում։ Օսթինը շատ է սիրում իր երկրպագուներին եւ շատ ժամանակ է հատկացնում նրանց հետ շփման համար, տեսազանգով կամ ինտերնետային նամակագրությամբ։ Այսքանը, լսեք, ճանաչեք, ընտրեք եւ ամենակարևորը գտեք ձեր երաժշտությունը։ Կհանդիպենք։ If you're feeling the vibe, say something. Baby, don't be so shy. Say something. 'Cause you're all in my head like oh, 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 yeah, yeah. Say something. 'Cause you're driving me crazy. Say something. 'Cause you're driving me wild. Say something. The way you work it, baby, it's oh, 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 yeah, yeah, oh, yeah. Hey, baby, tell me something, lady. I gotta know what's up, I gotta know it right now. Hey, baby, tell me something, lady. I gotta know what's up, I gotta know it right now. Say something. If you're feeling the vibe, say something. Baby, don't be so shy. Say something. 'Cause you're all in my head like oh, 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 yeah. Այսօր խոսելու ենք չթրջող թռչուններից մեկի մասին։ Բա ինչպես են ապրում կիվիները եւ որտեղ։ Այս թռչունները բնակվում են միմիայն Նոր Զելանդիայում։ Ոչ մի ուրիշ վայրում չեք հանդիպի դրանց, թեև անգամ այս տարածքում կիվիներին դժվար է գտնել, որովհետև նրանք վախենում են թե կենդանիներից եւ թե մարդկանցից։ Կլորիկ երկարակտուց, փոքրիկ մանր աչուկներով, մոխրագույն փետուրներով, որն ավելի շատ մորթի է հիշեցնում այս կենդանին, տարբերվում է բոլոր թռչուններից։ Ինչու՞։ Որովհետև բոլոր թռչունները թևեր ունեն ու թռչում են։ Իսկ կիվի թևերն այնքան կարճ են ու փոքրիկ, որ դրանցով թռչելն անհնար է։ Բացի այդ, կենդանին զուրկ է նաև պոչից։ Շատ փոքրիկ, կարծես մատիտով նշած աչուկներն էլ փոքր լինելու պատճառով լավ չեն տեսնում։ Փոխարենը կիվիների մոտ զարգացած է լսողությունն ու հոտառությունը։ Կիվիները դուրս են գալիս միայն գիշերները, որպեսզի չհանդիպեն այլ կենդանիների ու դրանց զոհը չդառնան։ Կիվիները անտառի ծառերի տակ փոսեր են փորում եւ հենց այդտեղ էլ ապրում են։ Ընդ որում, տնակ փոսերը փորվում են մի քանի տեղում, որպեսզի վտանգի դեպքում տունը փնտրելու կամ վազվզելու կարիք չլինի։ Չնայած մեծ ցանկության դեպքում անգամ այս կենդանիները չեն կարող արագ փախչել։ Պատճառը փոքրիկ գլուխն է ու մեծ կլորիկ մարմինը, որը տեղաշարժվելիս դժվարություններ է առաջացնում։ Կիվիները խորը գիշերը կամ վաղ լուսաբացին որսի են դուրս գալիս։ Իրենց երկար կտուցները հողի մեջ մտցնելով սնվում են ворթերով ու միջատներով։ Մյուս թռչունները շատ կցանկանային ապրել այնքան, որքան կիվին է ապրում, իսկ կենդանին իսկապես որ երկար է ապրում՝ 50-ից 60 տարի։ Իսկ ինչու են կիվի ասում։ Ըստ ինձ, տանձը ավելի է նման, քան կիվի։ Իրականում կիվի թռչունների անունը բացարձակապես կապ չունի մրգի հետ։ Պարզապես երբ կենդանիների էգերն ու ворցերը իրար տեսնում են, արտաբերում են կիվի։ Հենց այդ պատճառով էլ գիտնականները որոշեցին նրանց հենց այդպես էլ կոչել՝ կիվի։ Ես արդեն գիտեմ, որ չթռչող թռչուն կիվին ապրում է Նոր Զելանդիայում։ Փորձեցինք այսօր էլ հավաքել մեր փազլը։ Իրախը հավանեցի։ Հա, հետաքրքիր էր։ Գունեղ էր։ Ես շատ բան իմացա։ Եթե դուք էլ հավանեցիք, մենք շատ ուրախ ենք։ Կսպասենք ձեզ։
Phenomena.